Ձեզ Շանթ Գյումրիի եթերում լրատվության ժամ է, այսօր մարտի 2-ն է, երկուշաբթի։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մասուդ Փեզեշքյանին Իրանի ղեկավարության եւ քաղաքացիների շրջանում գրանցված զոհերի կապակցությամբ։ Ցավակցական հեռագրում նշված է, մեջբերում եմ։ Ձեր այդ գերազանցություն մեծ անհանգստությամբ ենք հետևում Իրանի շուրջ տեղի ունեցող զարգացումներին։ Ընդունեք, խնդրեմ, իմ ցավակցությունները Իրանի Իսլամական Հանրապետության ղեկավարության եւ քաղաքացիների շրջանում գրանցված զոհերի կապակցությամբ։ Մշտապես կհիշենք իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդ Ալի Խամենեի անձնական դերը Հայաստան-Իրան հարաբերությունների զարգացման գործում։ Այս դժվարին պահին հույս ենք փայփայում մերձավոր արևելքում խաղաղության եւ կայունության շուտապույտ հաստատման համար։ Օգտվելով առիթից մաղթում եմ ձեզ համբերություն, իսկ բարեկամ եւ հարևան Իրանի ժողովրդին խաղաղություն եւ տոկունություն, ասված է ցավակցական խոսքում։ Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը այսօր հեռախոսազրույց է ունեցել Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Սեյեդ Աբբաս Արաղչիի հետ։ Զրույցի ընթացքում քննարկվել է մերձավոր արևելքում ստեղծված իրավիճակը։ Արարատ Միրզոյանը իր ցավակցությունն է հայտնել Իրանում զոհվածների ընտանիքներին, ընդգծելով լարվածության թուլացման եւ խաղաղ միջոցներով հանգուցալուծման հասնելու կարեւորությունները։ Զրուցակիցները անդրադարձ են կատարել նաեւ հումանիտար բնույթի հարցերի։ Հայաստանի արտաքին գործերի նախարարությունից հայտնում են, որ այս պահին զոհերի շրջանում Հայաստանի քաղաքացիներ լինելու վերաբերյալ տեղեկություններ չկան։ Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը հետևում է մերձավոր արևելքում ստեղծված իրավիճակին։ Արտգործնախարարությունը Իրանում եւ Իսրայելում գտնվող Հայաստանի քաղաքացիներին հորդորում է պահպանել անվտանգության կանոնները եւ հետևել պաշտոնական ցուցումներին։ Արտաքին գործերի նախարարությունը շարունակելու է իրավիճակի մշտադիտարկումը եւ ըստ անհրաժեշտության հանդես կգա տեղեկատվության թարմացմամբ։ Բացի դա, Իրանում եւ Իսրայելում Հայաստանի դեսպանություններում գործում են թեժ գծեր։ Մերձավոր արևելքում լարվածությունը շարունակվում է։ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանի դեմ գործողության ընթացքում սպանվել է իրանցի 48 կարևոր պաշտոնյա, առանց մանրամասնելու, թե կոնկրետ ովքեր են նրանք։ Նա հայտնել է նաև, որ Իրանի ղեկավարությունը Միացյալ Նահանգների գործողություններից հետո ցանկանում է բանակցություններ վարել Վաշինգտոնի հետ։ Թրամփը սպառնացել է Թեհրանին աննախադեպ ուժ կիրառել, եթե Թեհրանը փորձի վրեժ լուծել Խամենեիի մահվան համար։ Իսրայելն այսօր նոր օդային հարվածներ է հասցրել Թեհրանին եւ ընդլայնել իր ռազմական արշավը, ներառելով Լիբանանում Իրանի կողմից աջակցվող Հեզբոլլա շարժման զինյալների վրա հարձակումները։ Քանի որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ազդանշան է տվել, որ Ամերիկայի Միացյալ Նահանգների եւ Իսրայելի ռազմական հարձակումը իրանական թիրախների վրա կարող է շարունակվել շաբաթներ։ Իսրայելը հայտարարել է, որ հարվածել է Թեհրանի հիմնական դաշնակից Լիբանանի Հեզբոլլա շարժման զինյալների օբյեկտներին այն բանից հետո, երբ Հեզբոլլահը խոստովանել է, որ հրթիռներ եւ անօդաչու թռչնասարքեր է արձակել Իսրայելի ուղղությամբ, ի պատասխան Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի սպանության։ ԱՄՆ նախագահը երեկ հայտարարել է, որ հարձակումները կարող են տևել մոտ 1 ամիս։ Նա նաև հայտնել է, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները կհարվածի Իրանին աննախադեպ ուժով, եթե Թեհրանը փորձի վրեժ լուծել Իրանի գերագույն առաջնորդ Այաթոլլա Ալի Խամենեիի սպանության համար։ Թրամփը սոցիալական ցանցերում գրել է. Խամենեին պատմության ամենաչար մարդկանցից մեկը մահացել է։ Նա չկարողացավ խուսափել մեր հետախուզությունից եւ բարձրակարգ համակարգերից։ Նա կամ նրա հետ սպանված մյուս առաջնորդները ոչինչ չէին կարող անել։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Խամենեիի մահն անվանել է սպանություն, որը կատարվել է մարդկային բարոյականության եւ միջազգային իրավունքի բոլոր նորմերի ցինիկ խախտմամբ։ Վերջինս ցավակցություն է հայտնել Իրանի գերագույն առաջնորդ Այաթոլլա Ալի Խամենեիի մահվան կապակցությամբ։ Կրեմլի մամուլի ծառայությունը հրապարակել է Իսլամական Հանրապետության նախագահ Մասուդ Փեզեշքյանին ուղղված պաշտոնական հեռագիրը։ Մեր երկրում Այաթոլլա Խամենեին կհիշվի որպես ականավոր պետական գործիչ, որը հսկայական անձնական ներդրում է ունեցել ռուս-իրանական բարեկամական հարաբերությունների զարգացման գործում, դրանք բարձրացնելով համապարփակ ռազմավարական գործընկերության մակարդակի։ Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարն ասել է, որ մերձավոր արևելքում իրավիճակը իսկապես լուրջ է եւ Իրանի պատասխան հարձակումների ռիսկերը մեծանում են։ Իրանական հակահարվածները թիրախավորել են Իսրայելի ռազմական, ինչպես նաեւ քաղաքացիական ենթակառուցվածքները, ԱՄՆ ռազմական բազաները արաբական ծոցի երկրներում։
Երեկ Դուբայում եւ Կատարի մայրաքաղաք Դոհայում լսվել են պայթյունների ձայներ։ Դուբայի Բուրջ Ալ Արաբ հյուրանոցը եւ օդանավակայանը, որը օրական սպասարկում է ավելի քան 1000 չվեր, վնասվել են գիշերը իրականացված իրանական հարձակումների հետևանքով։ Վերլուծաբանները վաղուց զգուշացնում են, որ Իրանի դեմ սկսված պատերազմը կարող է հանգեցնել համաշխարհային տնտեսական խափանումների։ Միացյալ Նահանգները, Բահրեյնը, Հորդանանը, Քուվեյթը, Կատարը, Սաուդյան Արաբիան եւ Միացյալ Արաբական Էմիրությունները համատեղ հայտարարություն են տարածել դատապարտելով Իրանի հարվածները հարևան երկրների վրա։ Իսլամական Հանրապետության գործողությունները վտանգավոր էսկալացիա են, որը խախտում է բազմաթիվ պետությունների ինքնիշխանությունը եւ սպառնում տարածաշրջանային կայունությանը։ Քաղաքացիների եւ ռազմական գործողություններին չմասնակցող երկրների թիրախավորումը անզգույշ եւ անկայունացնող վարքագիծ է։ Մեծ Բրիտանիան մշակում է ցամաքային փրկարարական ծրագիր Պարսից ծոցի երկրներում արգելափակված 94,000 բրիտանացիների համար, հայտնում է Daily Mail-ը։ Իդեպ Մեծ Բրիտանիայի վարչապետը թույլատրել է ԱՄՆ զորքերին օգտագործել բրիտանական բազաները Իրանին հարվածելու համար։ Այս հայտարարությունից քիչ անց Մեծ Բրիտանիան հայտարարել է, որ անօդաչու թռչող սարքը հարվածել է Կիպրոսում գտնվող իր ռազմաբազային։ Եվրամիության արտաքին գործերի նախարարները երեկ երեկոյան անցկացրել են 3-ժամյա ոչ պաշտոնական հանդիպում քննարկելու իսրայելա-ամերիկյան համատեղ գործողությունները Իրանում եւ Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակը։ Նախարարները խորը մտահոգություն են հայտնել իրավիճակի վերաբերյալ եւ կոչ արել կողմերին դրսեւորել առավելագույն զսպվածություն։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը երեկ հայտարարել է, որ կխոսի Իրանի առաջնորդների հետ, սակայն նշել է, որ երկրի ղեկավարության մեծ մասը մահացել է։ Նրանք ուզում են բանակցել եւ ես համաձայնել եմ դրան, ուստի կխոսեմ նրանց հետ։ Նրանք պետք է դա ավելի շուտ անեին։ Ամերիկյան դե Ատլանտիկ հրատարակությանը ասել է Թրամփը։ Թրամփը նշել է, որ չի կարող ասել, թե երբ կկայանան բանակցությունները։ Ալաղալաչյան, Հորիզոն։ Իրանի հոգևոր առաջնորդ Ալի Խամենեիի սպանությունից հետո Իրանում 40-օրյա սուգ է հայտարարվել, գրասենյակներն ու բիզնեսները 7 օր փակ են լինելու։ Իրանի 86-ամյա առաջնորդը երկրի ղեկին էր շուրջ 37 տարի։ Ով էր Խամենեին եւ ինչ է սպասվում նրա մահից հետո, այս մասին է մեր հաջորդ ռեպորտաժը։ Սրանք այն սենյակի լուսանկարներն են, որտեղ փետրվարի 28-ի առավոտյան սպանվել է Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ Այաթոլլա Ալի Խամենեին։ Գերագույն առաջնորդը զոհվել է իր նստավայրում ԱՄՆ-ի եւ Իսրայելի հարվածների հետևանքով։ Տեղական Ֆարս լրատվական գործակալության հաղորդմամբ զոհվել են նաեւ նրա ընտանիքի 4 անդամները, այդ թվում դուստրը։ Իսկ այժմ Խամենեիի մասին։ Երիտասարդ տարիքում Իրանի հոգևոր առաջնորդը ներգրաված է եղել երկրի կրոնական եւ քաղաքական շարժումներում եւ ակտիվ մասնակցել է 1979 թվականի իսլամական հեղափոխությանը, սարդամագործակցելով հեղափոխության առաջնորդ Ռուհոլլա Խոմեյնիի հետ։ Հեղափոխությունից հետո 1981-ից 1989 թվականներին նա զբաղեցրել է Իրանի նախագահի պաշտոնը, իսկ 1989 թվականին Խոմեյնիի մահից հետո ընտրվել Իրանի գերագույն առաջնորդ։ Խամենեին իր կառավարման ընթացքում մշտական դիմակայություն է ունեցել Արևմուտքի հետ։ Ըստ արևմտյան մամուլի նա մեծամասամբ բռնաճնշումների միջոցով վերահսկել է երկրի ներքին իրավիճակը, Իրանում պարբերաբար տեղի ունեցող բողոքների եւ անհամաձայնությունների պատճառով։ Նա ԱՄՆ-ին անվանում էր Իրանի թիվ 1 թշնամի, իսկ Իսրայելին անմիջապես դրան հաջորդող։ Խամենեին նաև շարունակ հայտարարում էր, որ Իրանը երբեք չի կառուցի միջուկային զենք եւ միջուկային ծրագիրը բացառապես քաղաքացիական նպատակների համար է։ Ոչ ԱՄՆ հետախուզությունը, ոչ ՄԱԿ-ի միջուկային վերահսկող մարմինը չեն հայտնաբերել ապացույցներ, որ Իրանը ձգտել է ստեղծել ատոմային զենք, չնայած Իսրայելը եւ Թրամփի վարչակազմի որոշ ներկայացուցիչներ պնդել են հակառակը։ Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Լարիջանին հայտարարել է, որ շուտով կձևավորվի ժամանակավոր ղեկավար խորհուրդ նոր գերագույն առաջնորդ ընտրելու համար։ Խորհրդի կազմում կլինեն նախագահը, դատական իշխանության ղեկավարը եւ Սահմանադրության պահապանների խորհրդի հոգեվորականներից մեկը։ Իդեպ Իրանի փորձագետների վեհաժողովի փոխնախագահ Ալի Զերա Արաֆին նշանակվել է Իրանի ղեկավար խորհրդի իրավաբան անդամ, որպես գերագույն առաջնորդի ժամանակավոր փոխարինող։ Այս մարմնին է հանձնարարված կատարել գերագույն առաջնորդի գործառույթները, քանի դեռ փորձագետների ասամբլեան նոր առաջնորդ չի ընտրել։ Որպես պահապանների խորհրդի անդամ Արաֆին կմիանա ժամանակավոր կառավարման խորհրդին, նախագահ Մասուդ Փեսեշքյանի եւ գերագույն դատավոր Ղոլամ Հոսեյն Մոհսենի Էջեի հետ միասին։ Արևմտյան լրատվամիջոցները Արաֆին ներկայացրել են որպես հարգված եւ հեղինակավոր հոգեվորական, սպանված առաջնորդ Ալի Խամենեիի վստահված անձ եւ հենց նրան են համարում գերագույն առաջնորդի հավանական թեկնածուներից մեկը։ Էլեն Խուդոյան, Հորիզոն։ Մարտի 1-ին անգլերեն լեզվի լրացուցիչ միասնական քննություն է անցկացվել։
Հիշեցնենք, միասնական քննությունների առաջին փուլում անգլերեն դիմորդները հանձնել էին հունվարի 31-ին։ Պարզվել էր, որ քննական թեստերի երկու տարբերակներում սխալներ կային։ Քննության ընթացքում սխալներով տպագրված էջերը հավաքվել էին, պատճենահանվել էին նորերը, իսկ այս ընթացքում քննասենյակներում աղմուկ ու ավելորդ լարվածություններ առաջացել, ինչն էլ ազդել էր արդյունքների վրա։ Արդյունքում կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը անգլերենի լրացուցիչ քննություն անցկացնելու որոշում էր կայացրել, չեղարկելով նախորդի արդյունքները։ Թեստերի երկրորդ ու չորրորդ տարբերակներում սխալներ էին հայտնաբերվել։ Քննությանը հետևած բողոքներին ի պատասխան ԳԹԿ-ն որոշեց նոր քննություն անցկացնել այն դիմորդների համար, որոնց բաժին էր հասել սխալներով կազմված թեստեր։ Հետո պարզվեց, որ այդ սխալների շտկման ժամանակ առաջացած խառնաշփոթը խանգարել էր նաև առաջին ու երրորդ տարբերակների թեստերը գրող դիմորդներին, ու կրկնակննությանը մասնակցելու իրավունք ստացան բոլորը։ Պատկանել կոչեմ նախորդ քննությունից, շատ դժգոհ եմ դուրս եկել, գնահատականից եմ շատ դժգոհ, այս անգամ հույս ունենք ամեն ինչ լավ կվերջանա։ Ընդհանուր միջավայրին այդքան դուրս չեկավ, եթե անգերց, ու ընդհանուր թեստի բարդությունը։ Երկրորդն ու չորրորդը, բայց ընդհանուր առաջին ու երրորդ տարբերակների աշակերտներն էլ այդքան գոչ են։ Այսինքն մենակ մեր մոտ չէր խնդիրը։ Իմացա, որ խնդիրներ կա, մի քիչ շփոթվեցի, այդ խանգարեց մի քիչ։ Երկրորդ տարբերակի մենք խանգարող ընկեր տարբերակներին ինչ-որ սխալ էր, պես սխալ տված էր։ Ես երրորդ էի, դե բնականաբար այդ աղմուկը առաջացած խանգարեց մեզ գրել, բայց ամեն դեպքում եկել եմ ավելի բարձր գնահատականի հույսով։ Փորձել ենք հնարավորինս արագ ինքնակազմակերպվենք եւ երեխաներին բացատրենք, թե խնդիրները որ տարբերակների հետ է կապված եղել, որ առաջադրանքների հետ է կապված եղել, բնականաբար քննական կենտրոններում ինչ որ շարժ եղել է, որը որ միգուցե եւ ազդել է երեխաների ուշադրության վրա եւ այլն, բայց ելի եմ ասում, քանի որ դա տեխնիկական խնդիրը եղել է, մենք բոլորս դա ընդունում ենք, հնարավորինս արագ կերպով ամեն ինչ կազմակերպվել է եւ ինչպես տեսնում եք, բավականին մեծ թվով երեխաներ նորից կրկին փորձում են քննությունը հանձնել։ Հստակ դիտարկումներ չկան, թե թեստերում արկա սխալների պատճառով առաջացած լարվածությունն ու խառնաշփոթը ինչպես են ազդել արդյունքների վրա։ Համենայն դեպս քննական կենտրոնի ղեկավարը նշում է, որ բավական շատ դիմորդներ առավելագույն գնահատական են ստացել նախորդ քննությունից։ Նրանք իհարկե նորից չեն հայտագրվել, իսկ մյուսների համար նոր քննության մասնակցելը եռակի հնարավորություն է գնահատականը բարձրացնելու համար։ Գործում է կորցնելու ոչինչ չունեն մոտեցումը։ Տնանք ինչ կրանք ուղենք, կամ կարող է հենց սմարտով բրծնենք մենք, էլ հունից չշարունակենք։ Մի հատ էլ ամառը կմասնակցեմ, բայց այս անգամ ավելի բարձր միավորի հույսով եմ եկել, որովհետև ընթացքում շատ լավ աշխատեցի էլի, որ հասնեմ ավելի լավ արդյունքի։ Այս դեպքը ինքը բացառիկ դեպք է, քանի որ ցանկացած պարագայում յուրաքանչյուր առարկա հնարավորություն ունեն երկու անգամ հանձնել, հունվար եւ հունիս ամիսներին, բայց սա որպես բացառիկ դեպք եւ բնականաբար մենք չենք կարող նորից չկազմակերպել այս ամենը, քանի որ գիտակցում ենք, որ ինչ-որ խնդիրների պատճառով եղել են երեխաներ, որոնք որ չեն կարողացել ստանալ այն գնահատականը, որը որ իրենց համար ցանկալի եղել կամ որը որ իրենք կարող էին ստանալ, եթե այդ խնդիրները, տեխնիկական խնդիրները չլինեին։ Նորից կազմակերպված քննության ժամանակ հատուկ ուշադրությունը թեստերի բովանդակության վրա էր։ Արդյոք նորից թերություններ ու վրիպակներ չկան, ու մինչ քննության մեկնարկը հենց դիմորդներին հանձնարարվեց ստուգել թեստերը։ Երեխաները նախքան քննությունը սկսել բոլորին խնդրել եմ ստուգել են, հերթով անցել են բոլոր առաջադրանքների վրայով եւ տեսել, որ որևէ տպագրական սխալ չկա թեստերի մեջ, այնպես որ այո, կարող են վստահ լինել։ Այս քննությունից հետո եւս մեկ անգամ անգլերենից գիտելիքները ստուգել ու գնահատականը բարձրացնել դիմորդները կարող են նաեւ ամռանը։ 3 գնահատականներից գնահատման ու թեստավորման կենտրոնը կընտրի ամենաբարձրը։ Ըստ քննական կենտրոնի ղեկավարի տարեցտարի առաջին փուլին մասնակցող դիմորդների թիվն ավելանում է ու գերազանցում է երկրորդ փուլի մասնակիցների թվին, այսինքն դիմորդներին գոհացնում է կամ ընդունելության համար բավարարում է առաջին փուլում գրանցած արդյունքը։
Առաջի փուլի ժամանակ շատ ավելի շատ դիմորդներ են լինում, քանի որ բնականաբար առաջի անգամ փորձում են եւ մեծ թվով երեխաներ արդեն իսկ ստանում են իրենց ցանկալի գնահատականը եւ երկրորդ փուլին արդեն մասնակցելու կարիք չի լինում։ Անգլերենի նոր քննությունը լրացուցիչ 1 ամիս ժամանակ տվեց դիմորդներին պատրաստվելու եւ գնահատականը բարձրացնելու համար, ու լրացուցիչ քննություն անցկացնելու որոշումը վերաբերում էր ոչ միայն անգլերեն հայտագրած դիմորդներին, լրացուցիչ քննություն անցկացնելու կարիք առաջացել էր նաեւ հայոց լեզու հայտագրած Սյունիքի մարզի 40 դիմորդների համար, որոնք հունվարին չէին կարողացել քննական կենտրոններ հասնել փակ ճանապարհների պատճառով։ Լուսինե Հայրապետյան, Վահագն Վարակյան, Հորիզոն։ 88-ի աղետից հետո գերմանական Կարմիր խաչի ընկերությունն առաջիններից էր, որ Գյումրիում նոր բուժհաստատության շենք կառուցեց։ Այն դարձավ նոր չափորոշիչներով պոլիկլինիկական ծառայություն։ 1996 թվականին Բերլին պոլիկլինիկայի շենքային հնարավորությունները թույլ տվեցին հիմնել Հայաստանում առաջին սոցիալական ձեռնարկությունը՝ Բերլին հյուրանոցը, որը ոչ միայն ապահովեց պոլիկլինիկայի շենքի պահպանությունը, նաև այս 30 տարիների ընթացքում հանդիսացել է միջազգային համագործակցության կարևոր կենտրոն Գյումրիում, զարգացնելով տուրիզմի ներուժը, ձևավորելով մշակութային միջավայր։ 30 տարի է Բերլին Արտ հոթելը կամուրջ է Գյումրիի եւ արտաքին աշխարհի միջև։ Սկզբում միայն հյուրանոցային ծառայություններ մատուցող ընկերությունը Հայաստանում հիմնադրված առաջին սոցիալական ձեռնարկությունն էր, որը ստեղծվեց Բերլին պոլիկլինիկային կից, իր կոմերցիոն գործունեությամբ աջակցելու շենքի պահպանությանը։ Բերլին մորոմանական պոլիկլինիկան Բերլինի բնակչության նվերն էր ավերված քաղաքին, որի հետագա պահպանությունը վտանգված էր։ Քանի որ Կարմիր խաչը կատաստրոֆաների օգնություն է եւ իրենք չեն կարող երկարաժամկետ ծրագրեր անել, բայց նաեւ իրենք տեսնում էին, որ եթե հենց այդպես թողնեն ու գնան 5 միլիոն դոյչմարկը, որը ինվեստիցիա էր արվել, այդ բոլորը կկորեր, որտեղ առանց ջեռուցման շենքը կկորցներ իր տեսքը ու որակը։ Այդ ժամանակ բոլորը թեմ էին այդ գաղափարին հյուրանոց ստեղծել բժշկական կենտրոնի մեջ տարածքում եւ իրոք մենք համարյա հույսերս կտրել էինք։ Բուժհաստատությանը կից հյուրընկալության վայր ստեղծելու այդ տարիների համար անհնարին թվացող գաղափարն այդ ժամանակ ողջունել է առողջապահության նախարարը, լինելով այն համոզմանը, որ Գյումրիում կառուցված առաջին առողջապահական հաստատության մեջ սոցիալական ձեռներեցություն սկսելու հնարավորությունը միայն քաղաքի շահերից է բխում։ Ոչ թե նրա համար, որ հարգում էի իմ գործընկերոջը ու ուզեցա ուղակի ստորագրեին, որովհետև ես զարգացում տեսա process-ի մեջ։ Այսինքն ինչ որ սովորել էի Եվրոպայում, ես եւս մեկ անգամ տեսա, որ այստեղ կարելի է դա իրականացնել։ Սխալվեց այսօր Գյումրիի զբոսաշրջային կենտրոնը, այսօր Գյումրին զարգացող կենտրոն է եւ հյուրանոցները այսօր սովորական են դարձել արդեն։ Բայց 96 թվականի համար զբոսաշրջային ընկերություն կամ հյուրանոց անհավատալու, անհավանական էր, որովհետև երեխաները տրտանակներում ու վրաններում էին դպրոցներ գնում։ 90-ականներին Գյումրիում հյուրանոցային ծառայություններ հիմնելը խիստ ռիսկային էր, ոլորտի զարգացման համար չկային համապատասխան մասնագետներ։ Համագործակցությունը Գերմանիայի դեսպանատան եւ գերմանական ընկերությունների հետ նոր հնարավորություններ ու հարթակ ստեղծեց հյուրընկալության ոլորտում հաջողելու, կայանալու համար։ The Berlin Art Hotel is of course a very dear institution. Բերլին Արտ հոթելը մեզ շատ հարազատ ու կարևոր հաստատություն է Հայաստանում։ Այն եղել է Հայաստանի առաջին սոցիալական ձեռնարկություններից մեկը։ Շատ ուրախ ենք այստեղ գտնվելու համար։ Հիմնադրումից ի վեր երկար ճանապարհ է անցել Բերլին Արտ հոթելը, բայց կարծում եմ ամենակարևորն այն է, որ այս հյուրանոցը պարզապես զբոսաշրջիկների համար գիշերելու վայր չէ։ Այն շատ ավելին է մշակութային հանդիպումների, փորձի փոխանակման եւ նորարարության ակտիվ հարթակ է։ For me it's a very fine hotel. It's very familiar. Շատ հաճելի հյուրանոց է, ընտանեկան ջերմ մթնոլորտ ունի եւ նաեւ սոցիալական նախագիծ է, ինչը չափազանց կարեւոր է։ Ես գիտեմ Արտ հոթելի ամբողջ պատմությունը սկզբնական փուլից մինչեւ հիմա։ Մենք այսօր էլ այդ նախագծի կողքին ենք ու անընդհատ հարցնում ենք տնօրենին, թե ինչի կարիք ունեն։ Ըստ այդմ էլ փորձում ենք միջոցներ գտնել այդ կարիքները ֆինանսավորելու համար։ Բացի դրանից մենք զբոսաշրջային խմբեր ենք ներգրավում, աջակցելու հյուրանոցին եւ քաղաքին։ Բերլին հյուրերի տունը, որն այսօր Բերլին Արտ հոթել անունով է ճանաչելի, պատկերասրահ է հիշեցնում։
Բոլոր սենյակները, միջանցքներն ու սրահները ձևավորված են գյումրեցի ժամանակակից արվեստագետների աշխատանքներով։ Տարածքը մշակութային հարթակի է վերածվել ցուցահանդեսների, միջոցառումների, յուրատեսակ տոների կազմակերպման վայր։ Ոչ մի տարածք, որ ես գիտեմ ու եղել եմ, այդքան շատ մետամորֆոզներ չի ապրել, ինչքան այս տարածքը։ Հիմա պատկերացրել մեկ ուրիշ անգամ համերգասրահ է, երրորդ անգամ ամենահետաքրքիր պարոկոյի ոճով միջոցառման տարածք է, այն մյուս անգամ բույերի ցուցահանդես է, որի ժամանակ ամբողջ տարածքը փոխվում է։ So full of life this hotel. Արդեն երկար տարիներ մենք աջակցում ենք այս հրաշալի սոցիալական նախագծին։ Իմ տպավորությունն այն է, որ այս հյուրանոցը լի է կյանքով։ Դա է ինձ այստեղ դուր գալիս, այստեղ կա արվեստ, մշակույթ, որտեղ բոլորը կարող են աշխատել։ Կա հրաշալի այգի։ Երբ այստեղ եմ գալիս իմ զբոսաշրջային խմբերի հետ, նրանք միշտ տպավորված են հեռանում։ Մենք նաև սիրում ենք այստեղի գերմանական ու հայկական մշակույթների կապը։ 30 տարիների ընթացքում հայ-գերմանական մշակութային կապերն ավելի են ամրապնդվել, դարձել նոր համագործակցությունների սկիզբ։ Այդ գործում մեծ են եղել Բերլին Արտ հոթելի գործադիր տնօրեն Ալեքսանդր Մինասյանի ջանքերը։ 2018 թվականից նա Գերմանիայի Դաշնային Հանրապետության պատվո հյուպատոսն է Գյումրիում։ Համագործակցության լավագույն օրինակն են Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի Գյումրիի մասնաճյուղի կամերային նվագախմբի համերգները Գերմանիայում։ Նվագախումբն այս տարի էլ գերմանական Հալե քաղաքում կմասնակցի բարոկո ոճի երաժշտության միջազգային ամենամեծ փառատոնին։ Մարինե Տերբինյան, Վահագն Վարակյան, Հորիզոն։ Փանիկ գյուղի մշակույթի տան արդեն 6 տարի է Ավագյան Պարի ստուդիան գեղագիտություն է սովորեցնում պարի լեզվով։ Ավանդական ժամանակակից է համադրում կատարումներում։ Ավագյան Պարի ստուդիայի հիմնադիր եւ գեղարվեստական ղեկավար Մարիամ Ավագյանի աշխատանքը տարբեր տարիքային խմբերի հետ է։ Նրա հեղինակած պարային բեմադրությունները սաները ներկայացրել են Փանիկի մշակույթի տանը կազմակերպված համերգին։ Փանիկի բարբարով կատակ պարը Ավագյան Պարի ստուդիայի սաների ներկայացմամբ առաջին վայրկյանից գրավեց հանդիսատեսի ուշադրությունը, դահլիճում ստեղծեց ուրախ մթնոլորտ։ Ռիթմ, երաժշտություն ու մարմնի շարժում, որոնք միասին բացահայտում են բնավորություն, ազգային մշակույթ ու այն սիրել, պահպանելու կարևորություն։ Ավագյան Պարի ստուդիայի 6 տարվա ջանքերի, աշխատանքի ու նպատակին հասնելու մասին է համերգային ծրագիրը, որի պատմությունը բեմի վրա ճկուն ներկայացնում են մեծ ու փոքր ավագյանցիները։ Ստուդիայի գեղարվեստական ղեկավար եւ պարուսույց Մարիամ Ավագյանն իր հեղինակած բեմադրություններով սաների մոտ արթնացրել է սեր ու նվիրում արվեստի հանդեպ։ Ավագյան ստուդիան իր օրինակով է ապացուցում, որ գեղեցիկ պարը կարող է արտահայտել մարդկային նուրբ զգացմունքները։ Պարը ինձ համար մի հրիվ ուրիշ աշխարհ է, հրիվ մեր իրականությունից կտրված, որտեղ երազանքներն են ուրիշ, ապրումներն են ուրիշ, խոսքեր չկան ու ամեն ինչ արժունների մեջ է։ Սկսել ենք 8 հոգով, որոնցից մի քանիսը եթե անկեղծ բարեկամներն էին, որոնք ուղղակի աջակցում էին, եւ տարեց տարի քիչ-քիչ խումբը սկսեց արդեն շատանալ։ Իսկ հիմա արդեն ունենք 90 հոգուց ավել մեծ բանակ։ Տարիքային տարբեր խմբերի հետ է աշխատում։ Իր սաները գիտեն, որ պարը միայն երաժշտություն ու շարժում չէ, այն հստակ ընտրված ասելիք է, մշակույթ է, պատմություն հայկականի մասին։ Ավագյան պարային ստուդիայում առաջին տեղում է ազգային եւ ժողովրդական պարերի ուսուցումը։ Սիրում եմ հայկական ժողովրդական պարը, որը ցույց է տալիս մեր ժողովրդի պատմությունն ու ոգին։ Դրա համար էլ ընտրեցի Ավագյան Պարի ստուդիան, որտեղ որ թևածում է հայկականը։ Գերմանիայում շատ նուրբ է, շատ բարի է, նա մեզ անդադ գեղեցիկ բարեր է սովորացնում և ես նայում եմ նրա պարին, ես միշտ ոգևորվում եմ և ուզում եմ նույն երգ դնել և իր ետևից կրկնել։
Ժամանակակից, դասական ու այլ ոճերի պարեր եւս ուսումնասիրում են, սովորում։ Գործունեության 6 տարիների ընթացքում պարային ստուդիան հաղթանակներ ու շատ նշանակալի ձեռքբերումներ է ունեցել։ Համերգային ծրագրերով 3 անգամ հանդես են եկել նաև Վրաստանում, վերադարձել հաղթանակներով։ Ավագյան պարային ստուդիան հիմնադրվել եւ հաջողությունների է հասել հայրենի Փանիկ գյուղում։ Նպատակը գյուղական համայնքներում ապրող շնորհալի երեխաներին բացահայտելն է, վստահելի հարթակ ստեղծելը։ Ինձ համար առաջնային կարևոր կետերից է եղել, որ հենց խումբը գյուղում լինի ու գյուղում զարգանա, քանի որ ես էլ հենց Փանիկից եմ ու միշտ ուրիշ ձև եմ վերաբերվել գյուղում մշակույթի զարգացմանը։ Խումբը հոյակապ էր, ուղղակի շշմծրեց ամեն տեսակ հետով, ես շատ խմբերի հետ եմ շփվել, շատ խմբեր եմ տեսել, բայց աղջիկ հալով, որ կամ բան բաշարել է, մեծ բեմադրություններ է, ոչ թե մենակ ինչ-որ պարային բեմադրություն կար, թատերականացված ինչ-որ բան կար, որը տիպիկ Փանիկցուն վայել բան էր, ապրի։ Անկեղծ մեծ բավականություն ստացանք միջոցառումից, մեծ շուկով նշեցինք այսօր Հավաքյան պարի ստուդիայի 6-ամյա հոբելյանական համերգը, կազմակերպված է շատ բարձր մակարդակով, ամենասկզբից էլ, երբ արդեն հանդիսատեսին ներկայացավ, հասկացանք, որ ամբողջ գյուղը հարակից գյուղերով շատ հսկայական արելի աշխատանք է կատարել Հավաքյանը ու շատ գովելի է, որ երեխաները սիրով են հաճախում ու ծնողներին էլ վստահաբար կարող ենք ասել, որ ճիշտ կրթություն են ստանում։ Դահլիճի արձագանքն ու բուռն ծափերը մեծ ու փոքր սաների իրենց պարուսույցի համար ամենամեծ գնահատականն էին։ Մարիամ Ավագյանը իր հիմնած պարային ստուդիայի 6-ամյակի առիթով պատվոգրեր ու ավարտական վկայականներ հանձնեց սաներին ու նաև պատվավոր հյուրերին, իսկ հանդիսատեսի համար ասմունքեց իր հեղինակային ստեղծագործությունը։ Խնդրում եմ մարդիկ, մի քիչ մարդ եղեք, այս կերպում ձեզ հետ ոչինչ չեք տանի, միայն անուն եք թողնելու գնանք, դա այնպես արեք, որ բարեկամը ձեզնից չամաչի։ Փանիկի Ավագյան պարի ստուդիան պատրաստվում է հերթական մրցույթ փառատոնների։ Ամեն անգամ հանդես գալով պատասխանատու բեմերում սաները հպարտությամբ են հնչեցնում իրենց հայրենի գյուղի ու պարի ստուդիայի անունը։ Ես ջանս իմ։ Ասմիկ Թումասյան, Արարատ Ծատուրյան, Հորիզոն։ Այժմ լրահոսն այսպիսին էր, նորությունների սպասեք մեր հաջորդ թողարկումներում։